Ես Պետաքսի Երևանի Մկրտչյանն եմ, բժիշկ կառուցքաբան, կրծքագեղձի վիրաբույժ։ Կառուցքաբանության ազգային կենտրոն։ Թեզի վերնագիրը պահակային ավշային հանգույցների բիոպսիա կրծքագեղձի վաղ փուլի քաղցկեղի դեպքում հակասություններ եւ առաջարկություններ ընթացիկ տվյալների համապարփակ վերանայում։ Գիտական ղեկավար Գագիկ Կարապետի Բազիկյան։ Ներկայումս կրծքագեղձի քաղցկեղական անցմոտ քաղցկեղային հիվանդությունների շարքում բավականին կայունաճում է եւ իդեմս մեր երկրի այն բավականաչափ վերջին տարիներին սկսել է կայուն աճ գրանցել։ Չնայած նոր եւ ավելի կատարելագործված մամոգրաֆիայի, սարքավորումների, սկրինինգային ծրագրերի ներդրման, ամեն դեպքում հարատև կայուն աճ է գրանցվում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի առումով։ Մեր հետազոտության հիմնական առարկան է հանդիսանում կրծքաբանության ազգային կենտրոնի փորձի վերլուծությունը, որը ներառում է երկու խումբ, համեմատական խմբեր, 200 հիվանդներ, պահակային ավշային հանգույցների բիոպսիա կատարված եւ 200 հիվանդներ անոթային լիմֆոդիսեկցիա կատարված։ Կատարվել է կրծքաբանության ազգային կենտրոնի փորձի վերլուծություն, խորացված հարցազրույցներ էթիկայի նորմերի պահպանմամբ, հիվանդների քանակի համադրմամբ։ Ակնկալվում է, որ ուսումնասիրությունը ցույց կտա պահակային ավշային հանգույցների բիոպսիայի կլինիկական նշանակությունը Հայաստանում։ Այն կընդգծի պահակային ավշային հանգույցի բիոպսիան որպես ճշգրիտ եւ հուսալի մեթոդ Հայաստանի Հանրապետությունում ներդրման պահից ի վեր։ Ակնկալվում է նաեւ, որ պահակային ավշային հանգույցի բիոպսիան հնարավորինս շատ դեպքերում ներդրվի նախավիրատական բուժումից հետո։ Ուսումնասիրությունը ցույց կտա պահակային ավշային հանգույցի բիոպսիայի հուսալիությունն ու ճշգրտությունը այս ընդհանուր համատեքստով արժեքավոր ապացույցներ տրամադրելով ինչպես հիվանդների կյանքի որակի բարելավման, այնպես էլ անաշխատունակ մասսայի ավելի քիչ նվազման։ Ուսումնասիրությունը նպատակ ունի մշակել Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղով վաղ փուլի հիվանդների մոտ պահակային ավշային հանգույցների բիոպսիայի ներդրման կլինիկական գործելակարգերի մի շարք։ Այս գործելակարգերը կծառայեն որպես կառավարման ռազմավարություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ արդյունավետ եւ ստանդարտացած բուժում կազմակերպելու ամբողջ երկրում, հատկապես շեշտը դնելով բուժումը կազմակերպել երկրի միակ մասնագիտացված կլինիկայում։